Գերմանիայում մեկնարկել է կարնավալային սեզոնը անվտանգային խիստ միջոցների պահպանման պայմաններում։ Կարնավալային ամենամեծ շքերթը տեղի է ունեցել Քյոլնում, տասնյակ հազարավոր մարդիկ են այն դիտել։ Հավաքվածներն անչափ ուրախ են, որ իրավապահները հոգ են տանում իրենց անվտանգության մասին եւ բոլորովին չեն նեղ սրտում մեծաթիվ ոստիկանների ներկայությունից։ Also eigentlich lasse ich es drauf ankommen, wenn man dazu will. Ես չեմ ուզում, որ իմ ուրախությունը փչանա։ Վատ բաների մասին շատ չեմ մտածում։ Ես միշտ ասում եմ, որ եթե սխալ վայրում ես, սխալ պահի, ամեն տեղ էլ վատ բան կարող է պատահել քեզ հետ։ Վերջերս Գերմանիայում մի քանի հարձակումներ են տեղի ունեցել։ Անցած տարվա դեկտեմբերին 6 մարդ է սպանվել Մագդեբուրգում անցկացվող Սուրբ Ծննդյան տոնավաճառում, իսկ այս տարվա հունվարին Բավարիայում հանցագործը դանակով հարձակվել ու 1 երեխայի եւ 1 մեծահասակի էր սպանել։ 2 հարձակման առիթով էլ ներգաղթյալներ են ձերբակալվել։ Բենքսիի հազվագյուտ ստեղծագործությունը, որը իրեն անհայտ պահող փողոցային նկարիչը ձեռքով է նկարել, հանվել է աճուրդի։ Այն պատկերում է ամերիկացի երաժիշտ Մարկ Հոփուսին։ Ակնկալվում է, որ արվեստի գործը կարող է վաճառվել ավելի քան $6 միլիոն։ Կտավը, որը գնել են փոփ-փանկ խմբի համահիմնադիր Blink 182 Հոփուսը եւ նրա կինը Սկայը 2011 թվականին, առաջարկվում է լոնդոնյան Սոթբիի աճուրդում։ Այն գնահատված է 3-ից $6 միլիոն։ Այս նկարն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 2005 թվականին Նոթինգ Հիլում։ Խորվաթիայի մեծությամբ 3-րդ քաղաքում հազարավոր խորվաթներ են մասնակցել շքերթին, որը նվիրված է ավանդական կարնավալին։ Տասնյակ խմբեր են ընտրել գունագեղ թեմաներ եւ հաղթահարելով ցուրտը ապրել են Ռիեկայի գլխավոր զբոսավայրով կարնավալային երաժշտության ռիթմերի ներքո, արժանանալով փողոցներում երևացող հանդիսատեսի ողջույններին եւ ուրախությանը։ Ռիեկայի կարնավալը եւ դրա պատմությունը հասնում են հեռավոր անցյալին։ Առաջին փաստաթղթերը թվագրվում են 500 տարի առաջ, իսկ կարնավալի ժամանակակից տարբերակը ծնվել է 1982 թվականին, երբ 3 դիմակավորված խումբ շրջել է Կորզոյով։ Նախնական դիմակավորված 3 խմբից այսօր 42 տարի անց մենք ունենք ամբողջական Ռիեկա Կորզո, որին 109 խումբ է մասնակցում, իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում է 11000-ից։ Բարեկենդանի ավանդույթները նշում են անհոգության եւ հարուստ ուտելիքների վերջին մեծ մենամարտը 40-օրյա մեծ պահքից առաջ, երբ հավատացյալները ծոմով, կարգապահությամբ, խորհրդածությամբ եւ աղոթքով պատրաստվում են Զատկի տոնին։ Խորվաթիայի մշտական սովորույթներից մեկի կերպարները, որոնք կապ ունեն բնության եւ կյանքի շրջապտույտի հետ, զվոնկարիները կամ բելմեններն են, դիմակավորված մարդիկ, որոնք կրում են հյութի մետաղական տարաներ, շրջում են դժոխային աղմուկով, որպեսզի վախեցնեն ու ցրեն ձմռան խավարն ու չար ոգիներին եւ ազդարարեն գարնան մուտքը։ Ամստերդամի Վան Գոգի թանգարանը եւ Լեգոն ներկայացրել են հոլանդացի նկարչի արևածաղիկներ կոչվող նկարի աղյուսիկներով պատրաստված տարբերակը, որպեսզի երկրպագուները կարողանան տանը վերստեղծել Վան Գոգի ամենահայտնի գործերից մեկը 2615 կտորից բաղկացած հավաքածուով։ Այնտեղ ներկայացված են նկարի 16 արևածաղիկները, կարգավորվող ծաղկաթերթերով։ Կանգնած Վան Գոգի 1889 թվականի գլուխգործոցի առջև Լեգոյի ավելի փոքր տարբերակի կողքին թանգարանի աշխատակից Նինկե Բակերն ասել է, թե հույս ունի, որ գունավոր պլաստիկ աղյուսիկներ արտադրող ընկերության հետ գործակցությունը կօգնի ավելի շատ մարդկանց ճանաչել նկարչի աշխատանքը եւ նրա պատմությունը։ Ամենալավն այն է, որ մարդիկ կարող են իրականում ինքնուրույն կառուցել այն եւ մի տեսակ կոմպոզիցիա ստեղծել այնպես, ինչպես ժամանակին նկարիչն է արել։ Այսպիսով նրանք անմիջականորեն կառնչվեն Վինսենտ Վան Գոգի կյանքի պատմության եւ ստեղծագործության հետ։ Կարծում եմ, որ նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Մարդիկ հաստատ կվայելեն այն։ Լեգոյի դիզայներ Ստեյն Օմը սերտորեն գործակցել է թանգարանի եւ Բակերի հետ իր աղյուսների տարբերակի համար տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրա ամենամեծ մարտահրավերներից մեկը Լեգոյում առկա գունաբնակում աշխատելն էր, որպեսզի ճիշտ հավասարակշռություն ձեռք բերի Վան Գոգի վառ ծաղիկները վերստեղծելու համար։ 2615 կտորից բաղկացած հավաքածուն, որի կառուցումը տևում է ժամեր, ամբողջությամբ կազմված է արդեն գոյություն ունեցող Լեգո աղյուսներից։ Վան Գոգի առանձնահատուկ նկարչական ոճը հստակ տեսանելի լայն վրձնահարվածներով իրականում լավ է ներդաշնակվել Լեգոյի եռաչափ մոդելի հետ։
Թմբուկները մի լավ աղմկել են, երբ սամբայի խմբերի հազարավոր անդամները հայտնվել են Ռիո դե Ժանեյրոյի սամբադրոմի ուշադրության կենտրոնում Բրազիլիայի քաղաքում կառնավալի տոնակատարությունների երրորդ գիշերը։ Հատուկ խմբի շքերթները երրորդյա միջոցառումներ են, որտեղ Ռիոյի ամենահեղինակավոր սամբայի դպրոցները մրցում են կառնավալի չեմպիոնների կոչման համար։ Դպրոցները գնահատվում են տարբեր չափանիշներով, այդ թվում խորեոգրաֆիան, մթնոլորտը, կազմակերպումը եւ երգեցողությունը։ Սամբայի այս բարձրակարգ դպրոցներն իրենց համայնքներում ունեն հավատարիմ հետևորդներ, ինչը համեմատելի է տեղական ֆուտբոլային թիմերի հանդեպ ցուցաբերած նվիրվածության հետ։ Ռիոյի ամենամյա կառնավալը միջազգայինորեն հայտնի է իր երեկույթներով եւ շքերթների մեծ բյուջեով։ Սա մի լայնածավալ միջոցառում է, որտեղ հազարավոր պարուհիներ են երևում ավանդական եւ տոնական շքեղ հանդերձանքով։ Բեջա Ֆլոր սամբայի դպրոցն այս տարի ճանաչվել է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի խորհրդանշական չեմպիոն։ Սա արդեն 15-րդ անգամ է, ինչ դպրոցն արժանանում է նման տիտղոսի։ Եգիպտոսի Իսմայելի նահանգում անցկացվել է ուխտերի երկօրյա մրցավազք, որի մասնակիցները ժամանել են Հորդանանից, Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից, իհարկե նաեւ Եգիպտոսի տարբեր նահանգներից։ Կազմակերպիչների խոսքով իրենք պատրաստ են աջակցել ուխտերի փառատոնին 5 տարվա ընդմիջումից հետո։ Դադարը պայմանավորված էր կորոնավիրուսային համաճարակով։ Հարավային Սինայի Աքաբացոցի ակումբի նախագահ եւ Եգիպտոսի ուխտերի մրցավազքի ֆեդերացիայի անդամ Շեյխ Սալեհ Մուհամմեդն ասել է, որ այս մարզաձևը շատ լավ առևտուր է, քանի որ ուխտերի գները հասնում են 3 միլիոն եգիպտական ֆունտի, մինչդեռ նախկինում 100,000 եգիպտական ֆունտ էին։ Իհարկե, այս փառատոնը կարևոր դեր է խաղում, քանի որ ուխտերն ու դրանց ժառանգությունը խորապես արմատավորված են բեդվինների մշակույթում։ Այս մրցավազքերը մեծ նշանակություն ունեն բեդվինների համար, քանի որ դրանք աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծում երիտասարդների համար, հեշտացնելով ուխտերի առք ու վաճառքը փառատոների ժամանակ, ինչը տնտեսական մեծ զարկ է տալիս նահանգին։ Մուհամմեդի խոսքով ուխտերի մրցավազքը բազմաթիվ աշխատանքային հնարավորություններ է բացում բանվորների, մարզիչների եւ անասնաբույժների համար։ Ֆրանսիս Բեկոնի, Ամեդեո Մոդիլյանիի եւ Ռենե Մագրիդի կտավները այն գործերից են, որոնք առաջարկվում են Լոնդոնի Քրիստի Աճուրդի տանը կայանալիք մեծ վաճառքում։ Բեկոնի ակնոցով տղամարդու դիմանկարը կտավը գլխավորում է Աճուրդը։ Այն գնահատված է 6-ից 9 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նկարում պատկերված անձն արևային ակնոց է կրում։ Այս ստեղծագործությունը մասնավոր հավաքածուից առաջին անգամ է շուկա դուրս գալիս։ Այս մեծ վաճառքում առաջարկվում է նաեւ Դեվիդ Հոքնիի, Քիլհեմի եւ Տոֆտի միջև կոչվող բնանկարը, որը գնահատվում է 4-ից 6 միլիոն ֆունտ ստերլինգ։ Աճուրդի է հանված Տամարա Լեմպիցկայի դոկտոր Բուկարի դիմանկարը, որը գնահատվում է 5-ից 8 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բժիշկ գիտնական Պիեր Բուկարի պատվերով ստեղծված այս նկարը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ է հայտնվել շուկայում։ Մոդիլյանիի Լունիա Չեխովսկայի դիմանկարն առաջարկվում է 4-ից 7 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատականով։ Սա Մոդիլյանիի 11 դիմանկարներից մեկն է, որը նկարել է իր սիրելի մոդելներից մեկի Չեխովսկայի մասին։ Քրիստին Աճուրդի է հանել նաև Ռենե Մագրիդի անսահման երախտագիտություն կոչվող ստեղծագործությունը, որը գնահատված է 6-ից 9 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նիգերիայի առևտրային մայրաքաղաք Լագոսում 29-ամյա Իֆունիա Նվագվուդոն իր մանկության հոբին վերածել է հաջողակ բիզնեսի, ստեղծելով երկարակյաց եւ ոճային կոշիկներ։ 3 երեխայի մայր Նվագվուդոն հյուսել սկսել է դեռևս կրտսեր դպրոցում, պատրաստել է գլխարկներ եւ պայուսակներ։ 2021 թվականին նա նկատել է կոշիկի արդյունաբերության մեջ հյուսելու ներուժը։ Կինը խոստովանել է, որ երբեք մտքով չի անցել, թե հյուսելով կարելի է գումար վաստակել։ Նախկինում այդ գործին որպես հոբի է վերաբերվել։ Ձեռնարկատեր կինը վստահեցրել է, որ նյութերի մանրակրկիտ ընտրությունը երաշխավորում է, որ իր արտադրանքը եւ նորաձև եւ երկարակյաց լինի։ Նվագվուդոն ասում է, որ իր աշխատանքները չեն գունաթափվում։ Իր գործերը կարելի է լվանալ, դրանք կրել տարիներ շարունակ եւ երկար ժամանակ իր հյուսած կոշիկները հիանալի տեսք կունենան։ Նվագվուդոն օրական 1 կամ 2 զույգ կոշիկ է հյուսում, կախված դիզայնից։ Մինչև օրս ավելի քան 100 զույգ կոշիկ է հյուսել։ Նվագվուդոն նպատակ ունի առաջիկա տարիներին ընդլայնել իր բիզնեսը։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։